Թաղման թափորը հոգեհանգստի սրահից մինչև գերեզմանատուն ծափերով ուղեկցեց հաց բերողին։ 49-ամյա Արթուր Սարգսյանի հուղարկավորությանը մասնակցում էին ոչ միայն նրա ընտանիքի անդամներն ու հարազատները, այլև նրան չճանաչող բազմաթիվ մարդիկ, մտավորականներ, ազատամարտիկներ, քաղաքացիական ակտիվիստներ, Սասնա Ծռեր զինված խմբի բանտարկված անդամների հարազատներ։ Ելույթներով հանդես եկան նրա ընկերներն ու համակիրները։ Յուրաքանչյուրը կմնա պատմության մեջ իր արած գործով, բայց մեր սիրելի Արթուրի հիշատակը կուղորդվի միայն եւ միայն աղոթքներով եւ օրհնությամբ։ Շնորհակալություն քեզ արդեն հավերժի ճամփան բռնած սիրելի Արթուր, անգին հայորդի։ Ի գործ, ի պայքար։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեգենի Գոմշյանը, ինչպես նաև մյուս ներկաները հայտարարեցին, անելու են ամեն ինչ, որպեսզի պատժվեն հաց բերողի մահվան մեղավորները։ Ես ինքս ասում եմ, որ քեզ սպանողները բաժվելու են առաջինը բարոյականության եւ երկրորդը օրենքի ուժով։ Նրանք բաժվելու են։ Եվ դուք միայնակությամբ, միայնակ քայլով ոչ միայն հուլիսի 2016 թվականի հուլիսի 26-ին, այլ դրան հաջորդած 8 ամիսների ընթացքում քո յուրաքանչյուր քայլի, քո միայնակությամբ, քո համառությամբ, քո խիզախությամբ դու ապացուցեցի, որ մեզնից յուրաքանչյուրը բարդավոր է հանդգնել եւ ունենալ այդ խիզախությունը։ Հիմնադիր խորհրդարանի անդամը նաև նշեց, որ Արթուր Սարգսյանին Շահումյանի գերեզմանոցում ժամանակավոր են հուղարկավորում, ակնկալում են, որ իշխանություններն ի վերջո թույլ կտան նրան հուղարկավորել եռաբլուրում։ Նա ազատությանը փոխանցեց, որ իշխանությունները որոշ փաստաթղթեր են պահանջել, որոնք կհաստատեն Արթուր Սարգսյանի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմին։ Դեռևս գարիք ունենք, անհրաժեշտություն ունենք քո այդ հոգուն եւ քո մտքին։ Մեկ այցելի մեզ, մեկ ջախրի թևածի մեր վերևում, ուժ դուր մեզ, առաջնորդի մեզ քո վեհանցնությամբ, քո առաքինություններով։ Ես խոստանում եմ, Արթուր ջան, եւ ես վստահ եմ, որ մենք բոլորս այստեղ խոստանում ենք, այո, խոստանում ենք քեզ քո դանճահար, բազմաչարչար մարմինը ամփոփել դալ քո ընկերների մոտ։ Հաց բերող ընկերները հայտարարեցին, որ ցավակցություններ են ստացել աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերից։ Բանտից նամակ են գրել նաև հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ջիրայր Սեֆիլյանը, Սասնա Ծռերի անդամները։ Նշեցին նաև, որ դիմել են Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության հանձնաժողովին, որպեսզի Սարգսյանին Ավրորայի հերոս ճանաչեն։ Արթուր Սարգսյանը մահացել է անցած 5 շաբթի Արմենիա բժշկական կենտրոնում վիրահատությունից մի քանի ժամ անց։ Նա մեղադրվում էր անցած ամռանը ոստիկանության բարեկապակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակել մեջ։ Գնդի տարածքը գրավելու օրերին նա կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։ Հաց բերողը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ։ Իրեն ազատ արձակելու պահանջով Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր։ Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց։